Բարև ձեզ, սիրելի երիտասարդներ, խոսում է ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։ Այսօր արդեն մայիսի 28-ն է, մի մեծ հաղթանակած տոնական օր հայ ժողովրդի պատմության մեջ։ Ցավոք սրտի, մայիսի 28-ը այսօր են ընդամենը հիշել, որովհետև դեմ ընտրություն է եւ անում են շքերթ, զինվորական շքերթ։ Հայաստանի Հանրապետությունը վերջին 6-7-8 տարում, եթե չեմ սխալվում, ես չեմ հիշում, որ դարձել է զինվորական շքերթ։ Սիրելի երիտասարդություն, նախ ուզում եմ շնորհավորել բոլորիս այդ տոնի կապակցությամբ, չնայած մեզ սիրտը բացարձակ տոնական չի, այս ձայնային հաղորդակցությունը հասցեագրված է կոնկրետ ձեզ։ Դուք եք Հայաստանի Հանրապետության վաղվա տերութիրականը։ Ձեզանից է կախված ինչպիսին է լինելու Հայաստանի Հանրապետությունը հունիսի 7-ից հետո։ Ձեր քաղաքացիական բարձր պատասխանատվությունից է կախված ինչպիսին է լինելու։ Դուք ում 18 տարին լրացել է, պետք է մեկ մարդու նման հունիսի 7-ին գնաք ընտրատեղամաս եւ ոչ ասեք օլիգարխներին եւ թրքահպատակներին։ Ցավոք սրտի դուք միգուցե նաև լավ ավորտենց եղել, դուք չեք տեսել Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիները, բայց կա YouTube, կա ինտերնետ, կարող եք հանգիստ մտնել, տեսնել քաղաքական սպանություններ, հոկտեմբերի 27, հաշվեհարդաժողովրդի նկատմամբ եւ այլն եւ այլն եւ այլն։ Մարդ, որը Հայաստան բերվեց իմ կնքահոր Վազգեն Սարգսյանի կողմից, գրպանում ունենալով 0 դրամ, օրվա հացին կակասելով, բայց այսօր մարդը օլիգարխների օլիգարխն է։ Մի մարդ, որը բերվեց Արցախից Վազգեն Սարգսյանի կողմից եւ վերջում կերավ Վազգեն Սարգսյանի գլուխը ու փռեց արևի տակ։ Մի մարդ, որ այսօր նստած է պարլամենտում, ձեր աչքի առաջն է եւ հանձնեց Արցախը Կիրանցը Բերձորը։ Հաջորդ տեխնացուն, այն որ հենց տպրտամա, էտա Գագոյ, Դոդի Գագոյ։ Անուն արդեն այդ ամեն ինչ ասում է։ Մարդ, ով մի քանի անգամ հրապարակայիններ իրին հայտարարել է անբարոյականի զավակ զատի տնի, քֆուկիվներ եւ այլն, եւ բազմաթիվ անգամ զատ։ Մարդ, ով միշտ մտել է որպես ընդդիմադիր գործիչ, վերջում մտել է իշխանության քամակը իր բիզնեսները պահելու համար։ Մարդ, ով նախկինում դատվել է խմբակային բռնաբարության համար եւ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ արդարացվել է։ Իմիջիայլոց բռնաբարողների թմից մենակ ինքն արդարացվել է։ Այսինքն մնացածը զորով են բռնաբարել, բայց իրան այդ ռուս գնանի կամավոր տվել են։ Դլոյ։ Մարդ, ով ունի երկու տղա, երկուսից ոչ մեկ բանակ չի ծառայել, որովհետեւ չեն սիրում բանակը։ Տաշիշ, նույնը վերաբերում է դրան։ Ինչքան է որ փայլում է անգրագիտության, նախատեսության մտքերը անավարտ թողելով, չես հասկանում այդ մարդը ինչ է ուզում ասի։ Հայաստանի Հանրապետությունում չբավարարված կանայք չպիտի լինեն։ Իմ տղաները կենթանի դիակ են։ Այսինքն բաց չեմ գտնում անգամ ասել, ինչքան է որ այսօր փող է բաժանում, այդ գումարին մի խափնվեք, սիրելի երիտասարդներ, այդ փողը այսօր ծախսեցիք, վաղը չեմ իսօրը, Հայաստանի ճակատագիրը։ Քպականների մասին առհասարակ չեմ խոսում, վիժվածքների հավաքածու, աստղաբույժ թրքահպատակների։ Թուրքերը այդքան իրանց չեն սիրում, ինչքան քպականները սիրում են թուրքերին։ Լավ, որն է այլ ֆրանքը։ Համար 15 Վարդան Ղուկասյան։ Մարդով ծառայել է բանակում, անցել է բերդերով, հիմա էլ բանտում է գտնվում, հանուն նրա, որ այդտեղ դրանք վերարտադրվեն։ Դուք հնարավորություն տալով սրանց վերարտադրվելով, այս բուրժուազիայի, այս օլիգարխների եւ դավաճանների իշխանությանը խաչ եք քաշելու ձեր կյանքի եւ ապագայի վրա Հայաստանի Հանրապետությունում։ Դուք դառնալու եք գաղթական։ Դուք թողնելու եք հեռանակ տարբեր երկրներ օրվա հացին կակասելով, տաքսի քշելով, բավարարություն անելով, մատուցողություն անելով, ձեր օրվա հացը մի կերպ փորձեք վաստակեք, այն կստացվի թե չի ստացվի չգիտեմ։ Այս երկրի նախագահի նման մեկն էլ գա տվյալ երկրի նախագահ, вообще տունտեղ Եվրասիա քամուտակ հայտնվեք բանտերում որպես երկրորդ, երրորդ սորտի մարդ, որպես էմիգրանտ։ Ես դա չեմ ուզում։ Ես ուզում եմ որ դուք մնաք ձեր երկրում։ Ասում է, օդ ա
դոյա կամ այս մինչև եւ ով բոլորը պիտի գնան բանակ, այո, պիտի գնան բանակ։ Երկիրը բանակով են պահում։ Երբ որ դուք կտեսնեք, եթե ես մի հատ օլիգարխի բջի թողել եմ տանից, բանվորի կամ գյուղացու երեխուն տալել եմ բանակ, հանգիստ կհասցես անբարոյականի զավակ, բայց չէիր ասեմ դու, բանվոր երեխեն մնացել է Վովայի արշակի նմաններից բջերը, բայց այն հիվանդ բանվոր երեխուն դուք վեկալե տարեք բարողուկ այսան, դա բացառվելու է։ Երկիրը պահում են բանակով։ Նիկոլ ուզմաշինի տարյուկ է, Ստաշին ուզմաշինի մի տարի, են միսեր ասեն, բաղ չէ բանակ պետքի, թուկ զինվորը մեզ կպայի, դուք եք ուզում։ Ես ուզում եմ, որ դուք չարհամարեք ձեզ։ Ես ուզում եմ, որ դուք մտածեք ձեր ծնողների, ձեր ապագա ընտանիք կազմելու մասին, ձեր ժառանգների եւ ձեր հայրենիքի մասին։ Ես ուզում եմ, որ դուք մնաք երկրում, ես ուզում եմ, որ դուք չդառնաք գաղթական, դուք ձեր ճակատը մնաք, դուք օրվա հացին կակաչ ասեք, դուք չտենաք հունիսի 7-ից հետո այն ինչ որ մենք ենք 91-92 թվերի, որ օրվա մեջ լույսը տալիս էին 2 ժամ։ Ռուսական կողմն ասում է, ես գազը թանկացնելու եմ, բուզիցը խենալու եմ, ասում եմ, չկա։ Ռուսական կողմը խափում է, ռուսական կողմն ասում է, այս տեղեկացրել են։ Դուք հասկանում եք, մենք ում հետ գործ ունենք։ Դուք հասկանում եք, այդ Սիսիան նման, Թուման նմաններ եւ այլն ախր օրվա հացին կակա են ասել։ Օրվա հացին կակա գոֆեի փող չեն ունեցել, այսօր դարել են օլիգարխ։ Հարգելիներս, սիրելիներս, իմ սիրելի երիտասարդություն, ես ուզում եմ, որ դուք ծառայեք բանակում, ես ուզում եմ, որ դուք ստանաք անվճար կրթություն, ես ուզում եմ, որ դուք ունենաք աշխատանք, պետությունը մտածի ձեր մասին, ես ուզում եմ, որ դուք չտենաք Պորչի լակոտը, Պորշ Պանամերայի մեջ տնլոները, կողերը լցած, իսկ դուք զինվորական ֆորմեն ձեր հաքը օրվա հացին կակա եք ասում արտական դիրքերում, դուք զինվորին չի լինելու նման բան։ Իմ զինվորից պիտի վախենալ, իմ զինվորի առաջ պիտի գլուխ խոնարհեն, իմ զինվորին, իմ սպային պիտի հարգեն։ Իմ ուզածը սա է։ Դուք կուսակցություն այսօր համալրված է զինվորականներով։ Իմեննո զինվորականներով, որովհետև այսօր զինվորականներն են հասկանում հողի, այրան, օդի գինը, հայրենիքի գինը։ Նայեք շուրջ բոլորներ նայեք, ոչ մեկ բանակ չի ծառայել 20 Նիկոլից։ Սրանք ատում են բանակը, սրանք ատում են զինվորին, Սպային, Վազգեն Սարգսյանին, Անդրանիկին, Տրոյին, Գարեգին Նժդեին, բոլորին են ատում, որովհետև այդ մարդիկ սիրել են բանակ, այդ մարդիկ չեն սիրել Թուրքին, այդ մարդիկ չեն սիրել փող, մտածել են երկրի մասին, իսկ մենք այսօր ինչ եք տենում։ Մենք այսօր տենում ենք օլիգարխների հավաքածու, որ լցվել են դաշտ ու փողով, կաշառելով, փող բաժանելով ուզում են իշխանության կամ որտեղ եկան հազարապատիկն են առնելու։ Կրվինան ասում են Հայաստանի ընդերքը տվին ամերիկացուն եւ այլն, իրանք խոմ ընդերքի դարտը չեն որ տվել են ամերիկացուն։ Իրանք նրա դարտն են, որ այդ ընդերքից իրանք չօգտվան, հիմա պիտի ամերիկացին օգտվի, գերմանացին եւ այլն, բայց իմ ասած ընդերքը պիտի պատկանի ժողովրդին, ոչ մի մասնավոր հանք, բոլորը պետական կամ եթե մասնավորը, ուրեմն 70% մինիմում պիտի լինի պետությանը, հետ չեն կարում աշխատացնել, հետ հասարակ հետ, էլեկտրիկություն չեն կարում անել, հիմա նորից հետը հանրեն վաճառքի, արա որ դու ընկեր Նիկոլ հետ չես կարում աշխատացնել, դու երկիր ո՞ց ես ուզում ղեկավարես, Պուպուլն է հետի ղեկավարը, Պուպուլը որ եղել է մատուցող, դուք ես մատուցողների նկատմամբ ոչ մի բան չունեմ, բայց մատուցողությունն ու հետ ղեկավարը անհամատեղելի է։ Ես այսօր բանտում եմ ձեր համար, ես այսօր բանտում եմ խոշտանգման այս նման պայմաններում մնալով, ինչի համար, որ դուք վաղը չդառնաք գաղթական, որ դուք չասեք ես նույն ճանապարհով ինչ որ ես, բերթերով, խոշտանգումներով, այդան մարդկային պայմաններով, անօթևան, տնից տեղից է զրկված, գնաք ձեր կրթությունը մի կողմ թողնեք, բանվորություն անեք, պահակություն անեք, հետո նորից փորձեք կամաց ուրիշ երկրում ինքնահաստատվել, բայց չի ստացվելու, որովհետև մեկ է երկրում ռասիզմը իր գագաթնակետին է, ես այս ռասիզմ չեմ տեսել ոչ մի տեղ։ Մնացեք ձեր երկրում, իսկ ձեր երկրում մնալու համար պետք է որ դուք ամսի 7-ին գնաք եւ քվեարկեք 15 քվեատերտիկի օգտին։ Եթե ուզում եք հետ բերել մայիսի 9-ը, մայիսի 28-ը դառնա մշտական տոնական օր, սեպտեմբերի 21 եղավ, դուք դա նկատեցիք, անկախության տոն դուք տեսաք Հայաստանում։ Ոչ, ինչ ես ասում եմ հիմնավորված է ամեն ինչ թղթով, թամասով, YouTube-ով, ինտերնետով եւ այլն։ Արնախումները, օլիգարխները, թրկահպատակները իրավունք չունեն երկրի ղեկին մոտ
ձեր հիվանդ հորնոմոր մասին, չեն մտածելու ձեր ծերերի մասին, չեն մտածելու, որ դուք ամուսնանալու եք, ձեզ պիտի պետությունը տուն տական, գոնե հնարավորություն 0%-ով, որ դուք վաղ վեկալեք, բացառվում է։ Օլիգարխը երբեք չի մտածել ազգի մասին, երբեք, այդ օլիգարխոնը մտածել ազգի մասին, թե տաշիրը, սեփական մատուցողի վրեն, պերերի վծախելով, մարդ ինչ կարքի կզիպ, պորնիկ, բարը չեմ կծեմ ասել, սերասկ պիտի լինի, որ ինքն իա մատուցողի ու խոհարարի վրա պերերի ծախի, չասեմ լավ, թխմես էսի դու ծրիկ էր, չէ, պիտի վճարես, կամ նույն մատուցողը, որ պիտի աշխատի 8 ժամին կաշխատ 10-12 ժամ, բայց վճարի 8 ժամվա դիմաց, կամ ընդամենը ասել դու չայը որ ես ստանում, հերիկա կեզ մողտվող չկա, բայց աշխատավարձը գրի տնի ջեբը։ Նման մարդը այսօր դարել է հայրենասեր, նման մարդ այսօր ուզում է հայրենիք փրկի, արաբա շուտ կայիս, ուր ես, մի խափնվեք սրանց բառերին, ճիշտ ավարսան Ղուկասյանը քֆուր է տալի, հայրան կտալի, այո տալիս է, ու իզև հնարավոր չի դրանց հետ խոսալ, ու իզև հնարավոր չի, ուստի չեն կալարում, մի մարդու նման հունիսի 7-ին գնում ենք ընտրատեղամաս, սիրելի երիտասարդություն, ձեր այո ոչից, ձեր գնալուց շատ բանակախված, մի լսեք ընտրությունները ծախված են, մի լսեք այն քուչի են այսպես կոչված սպիտակ նասկիները, սպարտիվ կովտիցա կոշիկներով ղախ պարկղներին, որոնք որ քարոզում են Նիկոլ կամ Տաշիր կամ չգիտեմ Ռոբիկ կամ Դոդ։ Դոդի կողս կեն Էդգարը կայնած չէ, հետո է Էդգարը, այդ Նամբովյանի քաղաքապետը, էնը թե քեզ վրեն գնաց։ Մի մարդ որ կայնի ասի բոզի ծղալը թե զատիցերի մոտած զատնյատը, մոր կֆուրուտի զատնիցերի, եթե կյա խոսքի տերը չլի, նման մարդը ձեզ պետք է։ Մեծ վնայք էդ մարդու։ Կամ Տաշիրը կամ են մյուսը, սիրելիներս, հարգելիներս, ես իմ կյանքի մեծ մասը արդեն ապրել եմ։ Իմ այն մնացած կյանքի 10-20 տարի կապրենք, թե չենք ապրել այդ հարցականը, ես ուզում եմ, որ դուք նորմալ երիտասարդություն տեսնեք, աշխատանք ունենաք, տուն ու տեղ ունենաք, ձեր երկրից ոչ մի տեղ չգնաք եւ վերականգնեք հայ ժողովրդին նվաստացված արժանապատվությունը, որ թուրքին ցույց տաք, որ մենք այդ ազգը չենք, որ ոնց ուզենաք բերեց վարվեք։ Մի մարդու նման, իմ խնդրանք պահանջը, գնալ ընտրատեղամաս ամսի 7-ին, մաքսիմալ տարածեք այս եթերը, որ հասնի յուրաքանչյուր երիտասարդի, որպեսզի այդ յուրաքանչյուր երիտասարդը վարակվի Գարեգի Նժդեհով, Մոնթեյով, Անդրանիկ Օզանյանով, Մարշալ Բաղրամյանով, Բաբաջանյանով, Ադմիրալ Իսակովով, Նելսոն Ստեփանյանով, Հունան Ավետիսյանով, մեր 44 վերապատերազմի զոհված տղաներով, Կյաժով, Աբոյով եւ հասկանան, որ այդ տղաները զոհվեցին ինչի համար։ Հանուն ոչնչի, հա։ Այդ տղաները չէին ուզում ապրել, այդ տղաները չէին ուզում ամուսնանալ, այդ տղաները չէին ուզում իրանց մոտ կողք ելնել, Կյաժի մերը չդիմացավ ինչից մահացավ, Տողդարդից։ Իսկ մենք այսօր, ինչ, Կյաժ դու Հավայի զոհված, որ այս սրա նման փոզի տղեկ հլեն ասեն զոհվեցին հանուն ոչնչի, թուրքը մեր բարեկամն է, պիտի 300,000 թուրք Հայաստանում ապրի, այսինքն այդ 5,000-ը պրոստը տակվում ենք վարի տվեցինք եւ այդ երեխաները այդ տղաներին մատաղարինք հանուն ինչի, որ թուրքը 300,000 ժողովրդին վեկալի բերի լցի Հայաստան, բայց Հայաստանից իշխան են ուզում գնան ապրեն Ադրբեջան, ոչ մեկ 0։ Իսկ ոնց է լավ, որ ստիշ չեն ուզում գնան, բայց ընդեղ You have 1 minute left. Հարգենք Կյաժին, հարգենք Մոնթեին, հարգենք Մխոյին, հարգենք մյուսներին, մյուս զոհվածներին։ Նրանք էին ձեզ նման, նրանք էին ուզում ապրեին։ Մաքսիմալ տարածեք, մաքսիմալ եւ մի մարդու նման գնացեք ընտրատեղամաս հանուն այդ տղաների վառ հիշատակի եւ ոչ ասեք սրանց, օլիգարխների եւ թրկահապատակներին։ Միայն համատացնեինք, ամսի 7-ին, մի մարդու նման բոլորը դեպի ընտրատեղամաս։